8 միլիարդ դոլար Հայաստանի Հանրապետ 3 միլիոն ազգաբնակչություն ունեցող երկիր, որի զինված ուժերը պայմանական 50,000 կանոնավոր բանակն է, 8 միլիարդ դոլար զենք, ժողովրդի լեզվով ասած բենով եք ասում, այդ ատոմային զենք ենք ստեղծել, տանկեր ենք գնել, սամալյոտներ ենք գնել, հա, ինքնաթիռներ, ուղաթիռներ, ինչ, այդ ինչ մի սպառազին, պես բանը, անօթաչության բանը, սարքերից ենք արտադրում, 8 միլիարդ դոլար զենք, որ մենք գնենք, մենք որտեղ ենք պահեստավորել դա, որ չի երևում, դուք հասկանում եք 8 միլիարդ դոլար, մեր պետական պարտի գրեթե կեսն է, եթե ոչ ավելին, մեր համախառը ներքին արդյունքի շուրջ 40%-ն է, դուք ասում եք, մեր երկրում տարեկան ողջ արտադրված ապրանքների 40%-ն է, 8 միլիարդ դոլար, պարոն Փաշինյան, այսինքն դուք 7 տարի, հա, 8 միլիարդ դոլարի զենք եք առել, եւ մենք 20 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9 պատերազմում էինք, պարտվեցինք, եւ նոյեմբերի 9-ին կնքվեց այդ խայտարակ հուշագիրը, որը դուք համարեցիք առ-ոչինչ, պարզվեց Թրամփի ուղին ավելի լավն է, քան նոյեմբերի 9-ի Պուտինի ուղին, հա? Այդ 8 միլիարդ դոլարի զենքով, լավ, վերցնենք մինչև 20 թվականի սեպտեմբերի 21-ը 4 միլիարդին էիք գնել, 4 միլիարդի զենք եք գնել, բայց ընդամենը 3 հատ ինքնաթիռ էիք բերել, ուղաթիռ էիք բերել, որը օդ չբարձրացավ 44 օրվա մեջ, որտեղ դա չեն բերել օդ հանելու համար, դրան պետք էր սպասարկում, դրան պետք էին այդ ռակետները, ոտ հրթիռները եւ այլն, 4 միլիարդ դոլարի դուք մինչև 20 թիվը, հա, զենք էիք գնել եւ այն զենքը սպառազինությունը, որը 3 նախագահները 30 տարի գնել էին եւ այնինչը որ խորհրդային միությունից այսպես թե այնպես մնացել էին եւ այնինչը որ 90-ական թվականներին թշնամուց արգրավել էին եւ արդինականացվել էր, այդ ամբողջով հանդերձ պարոն Փաշինյան, դուք լինելով գլխավոր գերագույն հրամանատարը ոչ բարով եւ մենք 44 օրում 13000 քառակուսի կիլոմետր կորցրեցինք, ունեցանք 5000 եւ ավելի զոհեր, 15000 եւ ավելի թե ոտ գլուխ կտրած աշկը դուսելած հայորդիներ, ունեցանք հարյուրավոր անհետ կորածներ եւ Արցախ Ադրբեջանում դատվում են գերիները եւ հայորդիները եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտան, ներողություն այդ զենքը բա ուր էր, ուր այդ գնաց զենքը, դուք ինչու չուզեցաք պատմության մեջ գրվեք ձեր անունները, ձեր անվան տառերը, ոսկե տառերով եւ Նարեկացու Մարգարի տառերով գրվեն, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմը հրահրված էր, նա հաղթանակեց ոչ միայն Արցախը պահպանեց, այլ նաեւ Նախիջևանը վերադարձեց, հայեր հասնում էինք Մասիսարի փեշերը, Պարոն Փաշինյան լուրջ եք ասում, 8 միլիարդ դոլարի ասում եք տնից կասկաներ վերցրեք, տանը ով կասկաներ ունի, ով կարող ադրբեջանցիներն են գնել իրան մեծ եղբայրնա գնե եւ իրան թվում ա որ ինքնա գնե, կամ խոստացել արա որ կռիվ անես, կասես քեզ 2 հատ տանկ կտա